Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 14-րդ գլուխ Հովնատանի հանդուկն արարքը։ Օրմը Սավուղի որդին Հովնատան իր զինագիր երդասարտին ասավ. Եգուր անթի գոմը անցնինք բղշտացներու բաղազորքին գողմը։ Բայց իր հոր չիմացուց Սավուղ քապայի զայրը մակրոնի մեջ եղող նրնենին դակ կգենար։ Իրեն այդ եղող ժողովուրդը 600 մարդու չափ էր։ Հեղի որդին, Փենեհեսի որդին, Իքապոթի եղբոր Ակիդովփի որդին, Ակիա, Սելովի մեջ գիրոջ քահանան էր ու Եփուտ կհակներ։ Ժողովուրդը Հովնատանի երթալը չեր գիտեր։ Այն գիրջերու մեջ ուրգե Հովնատան բղշտացներուն բաղազորքին գոմը անցնել գուզեր, մեկ գոմեն քարաժայրը գար եւ մյուս գոմեն ալ քարաժայրը, որոնց մեկուն անունը Փազես էր, իսկ մյուսին անունը Սենա։ Այդ քարաժայրերեն մեկը հյուսիսային գոմը Մակմասի թիմաց սծված էր ու մյուսը հարավային գոմը Քափայի թիմաց։ Հովնատան իր զինագիր երդասարտին ասավ. Եգուր այս անթլպատներուն բահագազորքին գողմը անցնինք, թերևս դերը մեզի համար կործե, որովհետև ոչ մեկ արկել կա դիրոջ արջև, որ շատ կամ քիչ մարդով ազատ է։ Իր զինագիրը իրեն ասավ. Ըրե ամեն ինչ որ սիրդիդ մեջ կա, հարաճ կնա, ահա ես քեզի հետ եմ սիրդիդ համաձայն։ Հովնատան ասավ. Հիմա մենք այդ մարդոց գոմը անցնինք եւ անոնց երևնանք։ Եթե մեզի ասեն գեցեք, մինչև որ մենք ցեզի կանք, մեր դեղը գայնինք ու անոնց կով չբարձրանանք։ Բայց եթե ասեն մեր կով բարձրացեք, այնադեմ բարձրանանք, որովհետև դերը զանոնք մեր ցերկը մատնած է եւ ասիգա մեզի նշանը լա։ Երբ երկուքը բղշտացներու բաղազորքին երևցան, բղշտացները ասին. ահա եբրայեցները իրենց բահվդած ձագերեն դուրս կելեն։ Ոստի բաղազորքին մարդիկ Հովնատանի ու անոր զինագիրին ասին. մեր կով բարձրացեք, որ ցեզի փամը կիցնենք։ Հովնատան իր զինագիրին ասավ. իմ յետևես բարձրացիր, քանի դերը զանոնք Իսրայելի ցերկը մատնած է։ Հովնատան իր ցերկերով ու ոտքերով մակլցեցավ եւ անոր զինագիրն ալ իր յետևեն։ Անոնք Հովնատանի արջև ինգան, անոր զինագիրն ալ իր յետևեն գմերցներ։ Հովնատան եւ անոր զինագիրը այս առաջին հարվածով 20 մարդու չափ զարգին, գես լծավարի չափ կեդինի վրա։ Փանագին, ռազմատաշկին ու ամբողջ ժողովրդի մեջ սարսափ եղավ։ Բաղազորքը եւ ավարարուներն ալ սարսափեցան ու երգիրը սարսեցավ, այնպես որ անոնց վրա Աստուծո գոմեն սարսափ մի ինգավ։ Փղշտացներուն բարդությունը։ Փենյամինի Քապայեն Սավուղի թեդերը դեսան թե ահա այդ բազմությունը մեծ սոսկումի մեջ է եւ հետս հետե գծրվի։ Սավուղ իրեն հետ եղող ժողովրդին ասավ. այժմ աչքի անցուցեք ու նայեցեք թե մեզ մե ով կացեր է։ Ուստի անոնք աչքի անցուցին եւ ահա Հովնատան ու անոր զինագիրը չգային։ Սավուղ Ակիայի ասավ. Աստուծո դաբանագը մոդեցուր։ Արտարև այդ օրերը Աստուծո դաբանագը Իսրայելի որդիներուն հետ էր։ Երբ Սավուղ կանային հետ կխոսեր, բղշտացներու փանագի մեջի թղրտյունը հետս հետե գշատնար։ Սավուղը ասավ կանային. ցերկդ ետ կաշե։ Սավուղ եւ իրեն հետ եղող ամբողջ ժողովուրդ հավաքվեցան ու մինչև բادرազմին թաշ տկացին եւ ահա ամեն մարդ իր սուրը իր ընկերին վրա դարձուցեր էր ու շատ մեծ խուճապ կար։ Այն եբրայեցները, որոնք առաջ բղշտացներուն հետ էին եւ շրջագա երկիրներեն անոնց հետ փանագավայրը բարձրացել էին, անոնք ալ Սավուղի ու Հովնատանի հետ եղող իսրայելացիներուն միացան։ Նաև Եփրեմի լերան վրա բահվդած բոլոր իսրայելացիները բղշտացներուն փախչիրը լսելով իրենք ալ անոնց յետևեն հասան բادرազմին մեջ մտնելով։ Այդ օրը դերը ազատեց Իսրայելը եւ բادرազմը փեթավան անցավ։ Թեփքեր բادرազմեն յետք։ Իսրայելացիները այդ օրը ջնշվեցան, քանի որ Սավուղ ժողովրդին երթում մնել դվերերը ասելով. ով որ մինչև իրգուն հաց ուտե, անիծյալը լա, որբեսի իմ թշնամիներես վրեժ առնեմ։ Ուստի ամբողջ ժողովուրդեն ոչ մեկը հաց հանդեսեց։ Եգրին ամբողջ ժողովուրդը անդարմ հասավ, ուր կեդինի մագերեսին վրա մեղր գար։ Երբ ժողովուրդը անդարմը դավ, ահա մեղր գոհոսեր, բայց ոչ մեկը ցերկը Փերանի մոդեցուց,
քանի որ ժողովուրդը երթումեն վախցավ։ Սակայն Հովնատան լսած չէր, երբ իր հայրը ժողովրդին երթումն էլ դվերեր։ Ուստի իր ցերքի կավազանին ձայր երգարեց, զայ մեղրի խորիսխի մեջ խոթեց, եւ ցերքը փերանը դանելով աչքերը լուսավորվեցան։ Այն ադեն ժողովուրդեն մեկը ասավ. «Քու հայրը ժողովրդին մեծ երթումն էլ դվավսելով, այսօր հաց ու դող մարդը անիծյալը լա ու ժողովուրդը բարդասած է»։ Հովնատան ասավ. «Իմ հայրը ժողովուրդը դժբախտացուց։ Այժմ նայեցեք ինչպես աչքերս լուսավորեցան, քանի որ այս մեղրը քիչ մհամդեսեցի։ Ալ որ չափ ավելի, եթե ժողովուրդը այսօր իր թշնամիներեն կդած ավարը գշտանալու չափ ուդեր, հիմա փղշտացներու մեջ ավելի մեծ բարդություն բիդելար»։ Այդ օրը անոնք փղշտացները մակմասեն մինչև այեղոն զարգին, բայց ժողովուրդը չափազանց բարդասեցավ։ Ժողովուրդը ավարին վրա նետվեցավ, ոչխարները, արջարներն ու հորթերը արին եւ կեդինին վրա մորթեցին, ու ժողովուրդը զանոնք արյունով գերավ։ Սավուղի իմացուցին ասելով. «Ահա ժողովուրդը դիրոջ թեմ կմեղանչե, քանի արյունով գուդե»։ Անա լսավ. «Անհավատարիմ եղաք, հիմա իմ քովս մեծ քարմը կլորեցեք»։ Ապա Սավուղը ասավ. «Ժողովրդի մեջ ծրվեցեք եւ անոնց ասեք. յուրաքանչյուրը իր եզն ու ոչխարը ինձի թող մոտեցնե, հոս մորթե եւ ուդե, ու դիրոջ թեմ չմեղանչե արյունով ուդելով»։ Ուստի այդ գիշերը ամբողջ ժողովուրդը յուրաքանչյուրը իր ցերկով իր եզը մոտեցուց եւ հոն մորթեց։ Սավուղ դիրոջ զոհասեղամը գառուցանեց, ասիկա եղավ դիրոջ համար Սավուղի գառուցանած առաջին զոհասեղանը։ Սավուղը ասավ. «Գիշերը փղշտացներուն յետևեն իջնենք ու մինչև արշալույս զանոն գողոպտենք եւ անոնց մե ոչ մեկ մարդ թողունք»։ Անոնք ալսին. «Ինչ որ քեզի հաջելի է, զայները»։ Քահանան ասավ. «Հոս Աստուծո մոտենանք»։ Սավուղ Աստուծո արծուց. «Փղշտացներուն յետևեն իջնեմ, զանոնք Իսրայելի ցերկը բիդի մատնես», բայց այդ օրը իրեն չպատասխանեց։ Ուստի Սավուղ ասավ. «Հոս մոտեցեք, ով ժողովրդին գլխավոր մարդիկը, հասկացեք ու տեսեք, թե այսօր այս մեղքը որունն է։ Արդարև Իսրայելը ազատող դերը Գաբրի, եթե իմ որդիս Հովնատանին ըլլա, անբաժար պիտի մեռնի»։ Սակայն ամբողջ ժողովրդի մեջ են ոչ մեկ անոր պատասխանեց։ Հետո ամբողջ Իսրայելը ասավ. «Դուք մեկ գոմը գայնեցեք, ու ես եւ իմ որդիս Հովնատան մյուս գոմը գայնինք»։ Ժողովուրդը Սավուղի ասավ. «Քեզի հաջելի եղած է»։ Սավուղ դիրոջ Իսրայելի Աստուծույն ասավ. «Ճշմարտությունը հայտնե»։ Հովնատան ու Սավուղ վիճակով բռնվեցան, իսկ ժողովուրդը ազատ մնաց։ Սավուղ ասավ. «Իմ վրաս եւ իմ որդիս Հովնատանի վրա վիճակ ցկեցեք»։ Ու Հովնատան բռնվեցավ։ Ուստի Սավուղ Հովնատանի ասավ. «Իմացուր ինձի, թե ինչ էր»։ Հովնատան անոր իմացուց ասելով. «Ցերքիս կավազանին ձայրով քիչմը մեղր համդեսեցի, ու ահա պիտի մեռնիմ»։ Սավուղ պատասխանեց. «Աստված ինձի այսպես եւ ասկե ավելինն է, եթե դու անբաժար չմեռնիս, Հովնատան»։ Բայց ժողովուրդը Սավուղի ասավ. «Հովնատան պիտի մեռնի, ան որ այսօր Իսրայելի մեջ այս մեծ բրգությունը իրակորձեց։ Ամենևին, քանի դերը Գաբրի, անոր գլուխին մեկ մազնիս կեդինը պիտի չինա, որովհետև այսօր Աստուծո հետ կորձեց»։ Այսպես ժողովուրդը Հովնատան ազատեց եւ ան չմեռավ։ Սավուղ փղշտացները հետաբնթելեն վերադարձավ ու փղշտացները իրենց դեղը կացին։ Սավուղի իշխանությունը եւ ընտանիքը։ Երբ Սավուղ Իսրայելի վրա սկսավ թագավորել, բոլոր շրջակա թշնամիներուն թեմ պատերազմեցավ, այսինքն Մովաբի թեմ, Ամմոնի որդիներուն թեմ, Եթովմի թեմ, Սուփայի թագավորներուն թեմ ու փղշտացներուն թեմ, որ գոմը որ դարձավ հաղթեց։ Քաջություն ցույց տալով Ամաղեգը զարգավ եւ Իսրայելը ազատեց իր գողոպտիչներուն ցերկեն։ Սավուղի որդիներն էին Հովնատան, Հեսուի, Հեսվի եւ Մեխքիսավե, իսկ անոր երկու աղջիկներուն անունները Անտրանիկին անունը Մերոփեր եւ բզդիգին անունը Մեխքող։ Սավուղի գնոջ անունը Ակինոամ էր, Ակիամասի աղջիկը, անոր սպարաբեդին անունը Ափեններ էր, Սավուղի հորեղբոր ների որդին։ Գիս Սավուղի հայրը ու ներ Ափեների հայրը Ափիելի որդիներն էին։ Սավուղի բոլոր օրերը փղշտացներուն թեմ սաստիկ պատերազմ կար։ Ուստի երբ Սավուղ զորավոր մարդը կամ գդրիչը տեսներ, զայն իր քով գհավաքեր։
Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։